Շնորհակալություն, ճիշտ է, քառորյան բյուջեին էր վերաբերում, բայց կարծում եմ, որ մենք ավելի լուրջ, ոչ թե ավելի լուրջ, ավելի ծանր եւ ավելի առաջնահերթ շեշտադրումների մասին պետք է խոսենք։ Եվ Արցախի կորստից հետո երևի հաջորդ ամենացավալի ապտակը, որի մեջ մենք շարունակում ենք ապրել, դա ինչին անդրադարձավ Արթուր Խաչատրյանը, Բաքվում ընթացող կեղծ դատավարություններն են։ Դատավարություններ, որտեղ այսօր մեղադրյալի աթոռին նստած են Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը, ինչպես նաև պահվող այլ անձինք, եւ դրան զուգահեռ, ինչպես նշվեց, ՑՄԱ դատապարտման պահանջ դատախազի կողմից 16-ից 19 եւ 20 տարի, այսպես պահանջ Բաքվի կողմից։ Եվ դրան զուգահեռ Հայաստանում տոտալ մերժում Հայաստանի իշխանությունների կողմից տոտալ բառը միգուցե շատ նուրբ է ասած, ուղղակի պղծության հասնող ուրացում եւ այսօր ցեղասպան Ադրբեջանում, ցեղասպան Բաքվում կեղեքվում են եւ դատապարտվում են ռազմաքաղաքական ղեկավարներ, ովքեր Արցախի, ովքեր նաեւ Հայաստանի անկախության, նաեւ Հայաստանի անվտանգության համար են այսօր զոհասեղանին հայտնվել։ Եվ թվում էր, թե պիտի Հայաստանի քաղաքական, թե ներքաղաքական եւ թե արտաքին քաղաքական օրակարգում մեր գերիների ռազմաքաղաքական նաեւ ղեկավարության վերադարձի հարցը լիներ ամենաբարձր առաջնահերթությունը գերակայությունը եւ հակառակ մի շարք պնդումներին, որը կատարվել է նաեւ արտաքին գործերի նախարարի շուրթերով, թե իբրև թե մեր իրենց գերակայությունը եւ բոլոր հնարավոր միջազգային ատյանները օգտագործում են, միջազգային ամբիոնները օգտագործում են այդ հարթակները գերիների վերադարձի առնչությամբ, բայց արդյունքում ունենք 0 արդյունք եւ ավելին քաղաքական մեծամասնության շուրթերով հայտարարություններ են այսպես տարածվում, որ իրենց օրակարգը բոլորովին այլ է եւ մենք նաեւ ապացույցները ունենք, հստակ ապացույցները, այլ վերջերս այստեղ Եվրանես խորհրդարանական վեհաժողովի, ուրեմն վեհաժողովի հերթական աշնանային նստաշրջաններ, որտեղ քաղաքական մեծամասնության падգամավորները պարզապես մերժեցին միանալ ընդդիմադիր падգամավորների, նրանց թվում Արթուր Խաչատրյանն, Աննա Գրիգորյանը, Էլինար Վարդանյանը, Հայկ Մամիջանյանը, ուրեմն բանաձևի փոփոխության առաջարկին, որը վերաբերում էին գերիների անհապաղ վերադարձի եւ ազատ արձակմանը, բայց դրան նախորդել են նաեւ Պորտոյում տեղի ունեցող ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովը, որտեղ նույնպես իմ կողմից առաջարկված բանաձևին պարզապես չքվեարկեցին, չմիացան ուրեմն քաղաքական մեծամասնության ներկայացուցիչները եւ հստակ այսպես ազդանշան տալով նաեւ միջազգային հանրությանը, որ Արցախի քաղաքական ղեկավարության եւ ընդհանրապես գերեվարված հայ մարդկանց Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ճակատագիրը բացարձակապես քաղաքական օրակարգ չէ Հայաստանի համար։ Անկեղծ եմ ասում, չեմ ուզում ոչ նորմատիվ բառապաշար օգտագործել, բայց ավելի ոչ բարոյական վարքագիծ Հայաստանի քաղաքական իշխանությունների կողմից Արցախի ուրացումից հետո դժվար է պատկերացնել։ Բայց եթե ժամանակ ունենք, ես կուզենայի